Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է շուտ խելքի գա բանակցությունների ձախողման ֆոնին։ Նա հրապարակել է սիմվոլիկ պատկեր Truth Social-ում, շեշտելով ոչ միջուկային համաձայնագիրը։ Թրամփը կոշտ ձևակերպումներով զգուշացրել է Թեհրանին, ակնարկելով հնարավոր հետևանքների մասին։ Նա նաև ընդգծել է, Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք։ Հայտարարությունը հնչել է բանակցային փակուղու եւ աճող լարվածության պայմաններում։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ԱՄՆ կոնգրեսում կոչ է արել պահպանել եւ ամրապնդել դաշինքային հարաբերությունները։ Նա ընդգծել է, ԱՄՆ-ն պետք է շարունակի առաջատար դերը միջազգային անվտանգության հարցերում։ Չարլզը հատուկ շեշտել է ՆԱՏՕ-ի կարևորությունը եւ դաշնակիցների միասնականությունը։ Նա նաեւ կոչ է արել աջակցել Ուկրաինային, հասնելու արդար եւ կայուն խաղաղության։ Ելույթում հնչել է ուղերձ չհրաժարվել ավանդական գործընկերներից։ Ռուսաստանը հայտարարել է մայիսի 9-ին հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ծանր ռազմական տեխնիկայի։ Տանկեր, հրթիռային համակարգեր եւ զրահատեխնիկա այս տարի չեն մասնակցի Կարմիր հրապարակում անցկացվող գլխավոր միջոցառմանը։ Պաշտոնական պատճառը անվտանգության բարձր ռիսկն է, կապված ուկրաինական անօդաչու հարվածների սպառնալիքի հետ։ Շքերթին կմասնակցեն հիմնականում զինվորական ստորաբաժանումներ, կադետներ եւ հանդիսավոր երթային խմբեր։ Որոշ ռազմական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ նույնպես կարող են չմասնակցել անվտանգության նկատառումներով։ Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջուլի Դևիսի հեռանալը Կիևից պաշտոնապես ներկայացվում է որպես թոշակի անցում, սակայն մի շարք աղբյուրներ նշում են, պատճառը կարող են լինել քաղաքական տարաձայնությունները Թրամփի վարչակազմի հետ։ Հաղորդվում է, նա դժգոհ էր Ուկրաինայի նկատմամբ քաղաքականության թուլացումից եւ աջակցության պակասից։ Դևիսը աշխատում էր որպես ժամանակավոր ղեկավար առանց սենատի հաստատման, ինչը նույնպես սահմանափակում էր նրա ազդեցությունը։ Նրա հեռանալը տեղի ունենում այն պահին, երբ խաղաղ բանակցությունները փաստացի կանգ են առել։ Ռուսաստանի Տուապսե քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանը կրկին ենթարկվել է հարվածի, առաջացնելով լայնածավալ հրդեհ։ Ականատեսների խոսքով հարվածից հետո տարածքում բարձրացել է խիտ սև ծուխ, որը ծածկել է քաղաքի մի մասը։ Վտանգավոր իրավիճակի պատճառով տեղական իշխանությունները կազմակերպել են բնակիչների տարհանում, մարդկանց տեղափոխելով ավելի անվտանգ վայրեր։ Հատկապես գործարանին հարակից թաղամասերի բնակիչներին խորհուրդ է տրվել լքել տները եւ ժամանակավորապես ապաստանել դպրոցներում կամ համայնքային կենտրոններում։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է նոր էներգետիկ քաղաքականության անհրաժեշտության մասին։ Նա նշել է, որ սա արդեն երկրորդ խոշոր էներգետիկ ճգնաժամն է։ Եվրամիությունը պետք է զարգացնի սեփական էներգետիկ ռեսուրսները, առաջնահերթ են վերականգնվող եւ միջուկային աղբյուրները։ Նա կոչ է արել պահպանել հրադադարը Մերձավոր Արևելքում։ Թրամփը հայտնվել է քաղաքական ծանր ճնշման տակ Իրանի հետ պատերազմի պատճառով։ Պատերազմը, որը սկսվել էր ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողություններով, արդեն վերածվել է երկարատև գլոբալ ճգնաժամի։ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, ինչը խաթարել է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 1/5-ը։ Նավթի գները կտրուկ աճել են, ստեղծելով էներգետիկ շոկ ամբողջ աշխարհում։ Բանակցությունները մտել են փակուղի, քանի որ կողմերը չեն համաձայնում նեղուցի բացման պայմանների շուրջ։ Թրամփը կանգնած է ընտրության առաջ, վտանգավոր ռազմական էսկալացիա կամ բարդ քաղաքական համաձայնություն։ Լոնդոնում ձևավորվել է Iran Freedom Congress-ը, Իրանի աքսորիալ ընդդիմության նոր հարթակ։ Կազմակերպությունում միավորվել են միապետականներ, հանրապետականներ, մարքսիստներ եւ կենտրոնական ուժեր։ Նպատակը ստեղծել միասնական քաղաքական դաշտ ընդդեմ Իրանի ներկայիս իշխանությունների։ Խումբը չի հայտարարում իրեն որպես կառավարություն աքսորում, բայց նպատակ ունի աջակցել ներսում գործող ընդդիմությանը։ Նախաձեռնությունը ծնվել է 2025-26 թվականների բողոքի ալիքներից հետո, երբ Իրանում տեղի ունեցավ կոշտ ճնշում ցույցերի նկատմամբ։ Ֆինանսական աջակցություն է ստացվել մասնավոր աղբյուրներից, այդ թվում նախկին քաղբանտարկյալների շրջանակից։
Ասիայի մի շարք երկրներ սկսել են ակտիվորեն ներմուծել ռուսական նավթ եւ պարարտանյութ։ Ինդոնեզիան եւ Ֆիլիպինները արդեն կնքել են նոր մատակարարման պայմանագրեր Մոսկվայի հետ։ Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Մերձավոր Արևելքի ճգնաժամը խաթարել է էներգիայի համաշխարհային շուկան։ Եվրոպան փորձում է սահմանափակել այս գործընթացը, զգուշացնելով Ռուսաստանի ֆինանսավորման մասին։ Սակայն Ասիայի երկրները առաջնահերթ են համարում էներգետիկ կայունությունը եւ գների վերահսկումը։ Ռուսաստանը ստանում է նոր միլիարդավոր եկամուտներ, չնայած արևմտյան պատժամիջոցներին։ Իրանի ներսում եւ դրսում քաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է։ Աքսորիալ ընդդիմության անդամները հայտնում են, Իրանի իշխանությունները ճնշում են նրանց ընտանիքներին եւ սպառնում գույքի բռնագրավմամբ։ Սա դիտարկվում է որպես հակաքայլ արտերկրում ակտիվացող ընդդիմության դեմ։ Միաժամանակ տարածաշրջանում շարունակվում են բողոքները եւ ռազմական լարվածությունը, կապված Իրանի եւ Արևմուտքի հակամարտության հետ։ Ընդդիմադիր շարժումները բաժանված են տարբեր ճամբարների եւ չունեն միասնական ղեկավարություն։ Իրանում տեղեկատվական սահմանափակումները եւ ինտերնետի արգելափակումները բարդացնում են իրավիճակը։ Ճգնաժամը դարձել է թե քաղաքական, թե մարդասիրական խնդիր։